Ծիծաղ, որպես արձագանք Նիկոլ Փաշինյանի այն պնդմանը, թե հուսահատ կերպով հնացած են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գիտելիքներն ու իմացությունը տարածաշրջանի և միջազգային իրադրության մասին։ Հուսահատ կերպով հնացած են, որևէ այլ բան չունեմ ավելացնել։ Ըստ Հայաստանի վարչապետի երկրորդ նախագահի գիտելիքները հնացած են, քանի որ հիմա զինվորն ու տանկը չեն անվտանգություն ապահովում։ Հայաստանի համար դա կարող է անել օրինակ TRIP-ը, հայ-ամերիկա-ադրբեջանա-թուրքական պրոյեկտը։ TRIP-ը մեր ամենից մեծ անվտանգային սպառնալիքն է դառնալու։ Չես համոզի Փաշինյանին։ Երբ որ Հայաստանում դեպի միջազգային շուկաներ ապրանքներ հոսեն, եւ այդ ապրանքների հոսքը մի տեսակարար կշիռ ձեռք բերի, դա ամենամեծ երաշխիքն է անվտանգության։ Տնտեսական գործոնը պատերազմ սկսելու շարժառիթ է լինում, պատերազմ չսկսելու շարժառիթ չի լինում։ Արթուր Խաչատրյանը աշխարհի չհնացած փորձն է հիշեցնում։ Պատերազմներ են սկսվում անգամ մեծ տնտեսական կապերի պայմաններում, առաջին աշխարհամարտը վկա ու ոչ միայն։ Իրաք-Քուվեյթ պատերազմը, մյուս բախումները ռեսուրսների համար։ Լատինական Ամերիկայում տեսեք ինչքան է եղել, Չիլե-Բոլիվիա պատերազմները չղջիկի ծերտի համար, որպես լավագույն պարարտանյութ օրինակ։ Այլ հարց է, որ տնտեսական գործոնը կարող է նվազեցնել պատերազմի հավանականությունը, շարունակում է Խաչատրյանը, ընդգծում։ Խոսքը տնտեսական այնպիսի գործոնի մասին է, որի դերակատարների շրջանակը խիստ լայն է։ TRIP-ը, որպես հայ-ամերիկա-ադրբեջանա-թուրքական պրոյեկտ, մագնիս դառնալու շատ երկրներ ներգրավելու հատկությամբ աչքի չի ընկնում։ TRIP-ի դեպքում բանը դժվար թե հասնի շատ փող շրջանառելուն, որ այդ փողն էլ ստիպի տարածաշրջանային երկրներին երկու անգամ մտածել պատերազմելիս։ TRIP-ը Հայաստանին բացարձակապես ոչ մի բան չի տալու, բացի տրանզիտի 26%-ը։ Խաչատրյանի խոսքով, որպեսզի ճեղքվի շրջափակումը, Հայաստանը Փաշինյանի ասած առևտրային խաչմերուկը դառնա, պետք է վերագործարկվեն Երասխ-Սադարակ, Իջևան-Ղազախ, Գյումրի-Կարս երկաթուղային գծերը։ Հայաստանը ճանապարհային մեգանախագծերի մաս պետք է դառնա։ Առաջինը Հնդկաստանի նախաձեռնած ուրեմն հյուսիս հարավ միջազգային տրանսպորտային կորիդորն է, միջանցքն է, եւ երկրորդը Իրանի կողմից նախաձեռնված մեկ գոտի մեկ ճանապարհ կամ տրանսկասպյան կամ միջին միջանցքն է։ Հետևաբար այդ երկրները, որոնք BRICS-ի անդամ են, այդ երկրները նույնպես պետք է մասնակցություն ունենային այս ծրագրի մեջ։ BRICS-ի մեջ ի դեպ կա նաեւ Իրանը։ Փաշինյանը որքան էլ ասի, աշխարհը չի փոխել պաշտպանվելու մեթոդը։ Պաշտպանը նախ եւ առաջ բանակն է, ոչ թե առևտրաշրջանառությունը, ընդգծում է ընդդիմադիր падգամավորը։ Հիմա եթե դու չունես ուժ քո տնտեսական ռեսուրսները պահելու համար, դու ուղղակի դառնում ես, գիտեք, պանիրը մկան համար։ Ուղղակի դառնում ես գայթակղիչ ես դառնում ուրիշների համար, գալ եւ քեզ տիրանալ։ Աշխարհի թիվ 1 կռիվը հիմա հանքահումքային պաշարների համար է։ Այն երկրները, որոնք ունեն այդպիսի պաշարներ, իսկ Հայաստանը այդ երկրներից է, զինվում են։ Իրանք գնում են զենք, որպեսզի իրանք կարողանան պահեն, ով որ դա չի անում, կործանվում է, օրինակ Վենեսուելայի օրինակը։ Իր հիմնական Ենթադրում է ընդդիմադիր падգամավորը, թե ինչու է Փաշինյանը առաջ մղում բանակը չէ, TRIP-ը մեզ պաշտպան թեզը։ Հնարավորինս անաղմուկ, բայց ինչպես իրականություն դարձնի Ալիևի պահանջը, Հայաստանը չպետք է ռազմականացվի։ Հենց այս պահանջն է պատճառը, որ Փաշինյանը հայտարարում է։ Բանակը նույնիսկ անվտանգության 3-րդ, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ գործիքը պետքա չլինի։ Բանակը պետք է անի անվտանգության ամենավերջինը։ Արփիս Քեսյան, Նորա Շարբաթյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։